Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 6։ Թող ցնծան և ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, և քո փրկությունը սիրողները միշտ ասեն Աստված մեծանա։ Սաղմոս 70-րդ գլուխ 4-րդ խոսք։ Աստվածաշունչը հավատքը առավելապես դնում է զգացմունքների մեջ, ինչպես երկյուղը, հույսը, սերը, ատելությունը, ցանկությունը, ուրախությունը, վիշտը, երախտագիտությունը, գթասրտությունը և նախանձախնդրությունը։ Սուրբ գրությունները մեծապես հավատքը տեղավորում են աստվածավախության մեջ, այնքան, որ հաճախ այն ներկայացվում է որպես իսկապես բարեպաշտ մարդկանց բնորոշ գիծ։ Նրանք դողում են Աստծո խոսքից, երկյուղում են նրա առաջ, նրանց մարմինը սրսռում է նրա ահից, նրանք վախենում են նրա դատաստաններից, նրա վեհությունը նրանց սարսափեցնում է, և նրա ահը իջնում է նրանց վրա։ Սուրբ գրքում սրբերին տրվող սովորական անվանումներից մեկն է Աստծուց երկյուղողները կամ Տիրոջից վախեցողները։ Եվ որովհետև Աստծո երկյուղը ճշմարիտ բարեպաշտության մեծ մասն է կազմում, ուստի ճշմարիտ բարեպաշտությունը ընդհանուր առմամբ շատ հաճախ կոչվում է հենց Աստծո երկյուղի անունով, ինչպես գիտի յուրաքանչյուր ոք, ով թեկուզ ինչ-որ չափով ծանոթ է Աստվածաշնչին։ Նույնպես էլ Աստծո և նրա խոսքի խոստումների հանդեպ հույսը Սուրբ գրքում հաճախ ներկայացվում է որպես ճշմարիտ հավատքի կարևորագույն բաղադրիչ։ Այն հիշատակվում է որպես այն երեք մեծ բաներից մեկը, որոնցից կազմված է հոգևոր կյանքը՝ հավատքը, հույսը և սերը։ Առաջին Կորնթացիս 13-րդ գլուխ 13-րդ խոսք։ Տիրոջ հանդեպ հույսը հաճախ նաև հիշատակվում է որպես սրբերին բնորոշ նշան։ Երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որ նրա հույսը իր Եհովա Աստծու վրա է։ Սաղմոս 146-րդ գլուխ 5-րդ խոսք։ Հոգևոր երկյուղն ու հույսը բազմիցս միասնաբար են հիշատակվում որպես ճշմարիտ սրբերի էությունը կազմող հատկություններ։ Ահա Տիրոջ աչքը նրանից վախեցողների վրա է և նրանց վրա, որ նրա ողորմությանն են հուսացած։ Սաղմոս 33-րդ գլուխ 18-րդ խոսք։